Չեմ քաշում, ես կողմ ուղիղում։ Ամեն դեպքում ակնկալիքները դատարանից օրինաչափորեն, ինչպես Նոր Հայաստանում է լինում, կլինի նույն արդյունքը, այսինքն նույն հետևանքը, թե սպասում եք ավելին այս անգամ։ Չէ, իհարկե չենք սպասում ավելին, ամիսներ շարունակ տեսնում ենք, որ դատարանը վերածվել է ԿՊ-ի նախագահական շտաբի, այս դատարանում գործում է դատավոր, որը որ տարբեր ապօրինի որոշումներ առանց աչքը տակելու իրագործում է, ինչպես ԿՊ-ի սրտի դատավոր, իհարկե ոչ մի դրական բան սպասելի չի, միանշանակ։ Ինչ վերաբերում է երեկվա տրագիկ կոմեդիկ շոուին, մի հատ լավ սցենա բան, իրանք հնդկական կինոներ շատ են սիրում, Շենգավիթ վարչական շրջանում բնակվել են, տեսել են, որ հնդկականներ այնտեղ շատ են ցուցադրում, սովորել են, երեք մի տրագիկ կոմեդիկ բան են նկարում։ Թևանյանը իր ոտքով եկել է քննչական կոմիտե, Մազմանյան մեքացիան, որ պետք է գործեր, մուտք գործեր 2-3 մետր հեռավորության վրա էր։ Մարդը 2 օր է Հայաստանի Հանրապետություն նման հոդվածով, ես չգիտեմ, մարդիկ ապօրինի հոդվածը դրել են դավաճանության, չգիտեմ ինչ իրենց մտքով անցել է։ 2 օրը շրջում է Երևան քաղաքում, Քարոզ Արշավյանում, երեք իր ոտքով եկավ, որ տեստի ինչ է կատարում մուտք գործի, եկան փանդալներ, ձեռնաշղթաներ դրեցին, եւ նկարել են, որ տանային ցույց տալ, լավ զգան, ոչ մի բան չեն բացառում, ինչ ուզում են թող անեն։ Այսօր ժամը ցելի այնակիցներ, այսօր ժամը 15:30 Արաբկիր վարչական շրջանում մեր քարոզաշավը շարունակվելու է, հետաքրքիր քարոզաշավը լինելու, ոչ մի վախի մթնոլորտ չկա, իրենց ուզածն էլ հենց այդ է, որ պարակտեն, վախի մթնոլորտ ստեղծեն, չի լինելու նման բան, նահանջ չի լինելու։ Սամ Ստեփանյան, հաշվի առնելով, որ արձակուրդում գտնվող պաշտոնական անձն է սկզբում հայտարարում, հետո են գործընթացներ մեկնարկում, այստեղ խնդիր չեք տեսնում։ Ամենտեղ խնդիր կա։ Մարդը հայտարարում է, որ գնացել է արձակուրդի եւ Քարոզ Արշավյանում, արձակուրդու մեջ գտնվող ժամանակավոր կառավարության ղեկավարը հրահանգներ է տալի ապօրինին, իրավապահ մարմիններին, որ գործ կարեն, գործ հարուցեն, իսկ ուրիշ ինչ էիք սպասում։ Քաղաքացիական պայմանագրի միակ հենարանը մնացել է իրավապահ համակարգը։ Ժողովրդի հետ կտրված են։ Տեսեք Երևան քաղաքի իրենց Քարոզ Արշավը եւ Հայաստանի Հանրապետություն ինչ Քարոզ Արշավն ամ կտեսնեն, որ Երևանցին մերժում է։ 23 թվականին է մերժել, իսկ ավելի կոնկրետ հունիսի 7-ին ժամը 7-ին կլսեք ինչ մերժում է լինել, որտեղ մեծ մասնակցություն ապավելու Երևանցին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու այս ապիկար իշխանություններին, որը Հայաստանի Հանրապետության գլխին տարբեր արհավիկներ է բերել, իր պատասխանը տալը, եթե վստահ եք։ Պարոն Ստեփանյան, կարծում եք, որ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որովհետև այսօր նաև իմացանք, որ գրառման համար բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, փաստորեն են ոչ միայն քաղաքական գործիչների են կալանավորում, նաև սովորական քաղաքացիների, որպեսզի նրանք ակտիվ չլինեն եւ չսատարեն ընդդիմությանը։ Ես ձեզ հիշեցնեմ, որ 1 տարի առաջ նույն այս ամիսներին, երբ որ Երևանի ավականու նիստերի ժամանակ քննադատում ենք, որ քաղաքացիական պայմանագրի 9%-անոց Ավինյանի գլխավորությամբ ինչ ալան-թալան է կազմակերպում, ինչ մսխում է գումարները, մի քանի օր ելույթ ես անձամբ ելույթ ունեցա եւ ասֆալտապատման հետ կապված միլիարդավոր դրամների տեղ ցույց տվեցի, որ մսխվել է, մի քանի օր առաջ ինքս տիքյան, չգիտես ոնց երկար տարիներ իմ մեքենան տան պատկանող մեքենան կանգառում էր իմ տան դիմաց, այդ մեքենան այրեցին։ Պատուհանը ջարդեցին, բենզինը լցրեցին եւ այրեցին, անցել է 1 տարի, բացահայտվել է գործը։ Իհարկե ոչ։ Ընթացքում մի հատ 20 տարեկան երեխա են գտել, որ ինքն էր վարել, երեխան հիմա տանն է։ Դա ինձ չի հետաքրքրում, հետևի կանգնած մարդիկ են պետք, բայց չի բացահայտվելու։ Հունիսի 7-ից հետո կբացահայտվի։ Դա հենց այդ փորձն է, որ լռեցնեն։ Իսկ ինչ վերաբերում է գրառումներին, ինչ գրառում են մարդը լայքի համար են արդեն գործից ազատում, վախեցնում, զանգում հորաքրոջ աղջկան, ասում ձեր բարեկամը լայքել է անդիմադիր ուժերից մեկին աշխատանքից ազատել։ Սա բեսպրիձել է, ժող բաստիոնում, արդեն ինչ ասես կատարում է, գիտեք ինչն է, վախը, մեծ մասնակցություն ընտրություններին, քաղաքացիական պայմանագիրը վախի մեջ ինքը լավ, սենց ճպճպում է վախի մեջ, գիտի վերջը գալիքի ինչը։ Պարոն Ստեփանյան, նորից կհիշեցնեք այսօրվա երկրորդ Այսօր Արաբկիր վարչական շրջանում 17:30 Պրահայի այգուց կսկսի մեր հանրահավաքը եւ երթը եւ խոստանում ենք մեր երևանցիներին ու
մեր Հայաստանի Հանրապետության բնակչությանը, որ կտեսնեք, որ մեզ ոչ մեկ չի կարելու վախեցնել, մեզ ոչ մեկ չի կարելու հետ կանգնեցնել մեր ընտրած ուղուց, այն է վերջ տանք այս ապիկար իշխանությանը հունիսի 7-ին ընտրելով համարի 7-ին մեծ մասնակցության արդյունքում։